Բարև ձեզ ընկերներ, Փառք Աստծուն, թող Աստված լինի բոլոր նրանց հետ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել նրա ձայնը, լսել Աստծո խոսքը, եւ Աստծո խոսքը դա հավերժական կյանքի հոգին է, եւ ովքեր որ ուշադրություն են դարձնում այդ խոսքին, ովքեր կատարում են այդ խոսքը, նրանք ստանում են հավերժական կյանքի հոգուն, որովհետև Աստծո խոսքը դա հենց Աստված է, ով բնակվում է մեր ներսում, եւ երբ մարդը նա ստանում է Սուրբ Հոգու մկրտությունը, այդպիսի մարդը ստանում է Տեր Հիսուսի միտքը, Սուրբ Հոգին նա է, ով ձեզ առաջնորդելու է դեպի ձեր փրկությանը, դեպի այն առատ եւ օրհնություններով կյանքին, որի մասին Հիսուսն ասում էր, եւ երբ մարդիկ լսում են Աստծո խոսքը, նրանք լսում են Աստծուն, լսում են իրենց երկնային Հորը, ուրեմն ինչպես որ իմացաք, հենց սա է առատ կյանք ունենալու գաղտնիքը, երբ մարդիկ Աստծո խոսքն են ստանում իրենց մտքում, նրանք կարողանում են իրենց սիրտը, իրենց ցանկությունները իմաստուն կերպով առաջնորդել, եւ նրանք դա անում են, որպեսզի Աստծո ճանապարհից հետ չկանգնեն, Փառք Աստծուն դրա համար, եւ դուք բոլորդ կարող եք նկատել, որ մենք երբ սկսեցինք այս ծոմը, ինչի մասին որ մենք անցած հաղորդմանը պատմում էինք, Զաքարիայի ծոմը, այս ծոմը նրանց համար է, ովքեր ցանկանում են, ովքեր պատրաստ են առանձնացնելու, դուրս հանելու այս աշխարհի մտքերը իրենց կյանքից, ովքեր պատրաստ են թողնել դժգոհությունը եւ վատ բառերը, այս ծոմը նրանց համար է, ովքեր պատրաստ են թողնելու այս աշխարհի նորաձևությունը եւ հետևել Աստծո նորաձևությանը, եւ ովքեր որ ինձ հիմա լսում են, հնարավոր է դուք ցանկանում եք մասնակցել ծառայությանը, որպեսզի սնեք ձեր հավատը, որպեսզի հոգեպես ասված ամրանաք, ուրեմն ուշադիր եղեք, մենք սկսել ենք այս ծոմի մասին խոսել, Զաքարիայի ծոմի մասին, այս ծոմը այն խոսքերից է, որոնք ոչ մի օգուտ չեն բերում, այն խոսքերը, որոնք դուք օգտագործում եք, եւ այդ խոսքերը նույնիսկ մարդկանց վնասում են, դա դժգոհությունն է, կասկածը, վատ խոսքերը, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ կյանքն ու մահը մեր լեզվի իշխանության մեջ են, մեր խոսքերը, մեր բոլորի խոսքերը իշխանություն ունեն կամ ստեղծելու, կամ էլ քանդելու, օրինակ, երբ երկու զույգ հարաբերություններ են սկսում, սկզբից նրանք միմյանց միայն լավ բաներ են ասում, միայն գեղեցիկ խոսքեր, եւ նրանք իրենց հարաբերությունները հենց այդպես են ստեղծում, նրանք շատ լավ խոսքեր են ասում միմյանց, շատ մեծ նպատակներ ունեն, ապագայում ցանկանում են միասին լինել, եւ հետո մարդիկ ամուսնանում են, եւ ցանկանում են շարունակել այն նույն հավատի, այն նույն խոստումների մեջ, որոնցով սկսել են, ուրեմն պատկերացրեք, թե ինչպես կարող ենք մենք անել, երբ մենք մեր մտքերը, մեր արտահայտությունները անում ենք ըստ Աստծո խոսքի համաձայն, այս ծոմը նրա համար է, որպեսզի դուք պատրաստեք ձեզ Սուրբ Հոգու համար, եւ մենք սկսել ենք այս ծոմը հիմա, Զաքարիայի ծոմը, վերնագիրը Զաքարիայի ծոմ է, քանի որ Զաքարիան համր էր դարձել, եւ հրեշտակը արգելեց նրան խոսել,
որովհետև նա չպետք է ոչ ոքի պատմեր դրա մասին, այն բարի լուրի մասին, որը հրեշտակն էր նրան տվել։ Եվ մենք այդ հայտնությունն ենք ստացել, ասելու միայն այնպիսի բառեր, որոնք օրհնում են, որոնք կառուցում են։ Եվ մենք մեզ այնպիսին ենք դարձնելու, ինչպիսին որ Աստծո խոսքն է ասում։ Կարող եք բացել 128-րդ Սաղմոսը։ Այնտեղ գրված է. Երանի բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից եւ գնում են նրա ճանապարհներով։ Աստվածավախ լինելը դա չի նշանակում, որ մարդը պետք է վախերի մեջ ապրի, պետք է Աստծուն ինչպես ինչ-որ հրեշի նայի։ Ոչ, դա այդպես չէ։ Աստվածավախ լինելը դա Աստծուն հարգելն է եւ վախենալ ոչ թե նրանից, այլ նրա առջև մեղք գործելուց։ Դա նշանակում է ընդունել Աստծուն եւ պատվել նրան այնպես, ինչպես որ նա է ցանկանում։ Եվ սա այն է, ինչ որ նա ցանկանում է, որպեսզի մենք պահենք նրա խոսքը։ Եվ երբ մենք օգտագործում ենք մեր խոսքերում այնպիսի բառեր, որոնք կարող են օրհնել մարդկանց, կարող են օգնել, այդ ժամանակ Աստված պատվում է մեզ եւ նա ինքը սրբացվում է։ Ուրեմն Աստվածավախ մարդը նա է, ով պատվում է Աստծուն իր կյանքով եւ նրա միջոցով ոչ միայն ուրիշների համար է օրհնություն գալիս, այլ նույնպես մարդն ինքն իր խոսքերով օրհնում է իր սեփական կյանքը։ Այն ինչ որ նա հռչակում եւ ասում է, այդ խոսքը օրհնում է իր կյանքը։ Եվ երբ մարդիկ հնազանդ եւ Աստվածավախ չեն, նրանք այնքան հիմարություններ են ասում։ Եվ գիտեք այդ բառերը հենց իրենց են անիծում։ Այդ ամենն ավելի շատ կործանում է իրենց կյանքը, այլ ոչ թե ուրիշների։ Նրանք շատ դառը մարդիկ են դառնում։ Եվ գիտեք, երբ մենք լավ բառեր ենք օգտագործում, ինչպես որ ասացի, մենք օրհնում ենք ուրիշներին եւ նույնպես օրհնում ենք մեր կյանքը։ Բայց երբ մենք այնպիսի բառեր ենք ասում, որոնք շատ վատն են, որոնք մարդկանց շատ վնասում են, փոխարենը որպեսզի օգնեին, ընդհակառակը վնասում են մարդկանց, այդպիսի բառերը չեն կարող ընդունվել Աստծո կողմից։ Մենք այդ բառերով, այդ խոսքերով ցույց չենք տալիս Աստծուն, որովհետև յուրաքանչյուր հավատացյալի նպատակն այն է, որպեսզի իր կյանքով Աստծուն ցույց տա։ Նույնիսկ երբ մենք աղոթում ենք, մենք ասում ենք, որպեսզի Աստծո արքայությունը եւ նրա կամքը գա։ Բայց երբ մենք օգտագործում ենք այնպիսի բառեր, որ նրա կամքով չեն, դա արդեն Աստծո կամքին հակառակ է։ Երևի դուք արդեն նկատել եք, կան մարդիկ, ովքեր շատ են դժգոհում։ Մարդիկ, ովքեր անընդհատ ասում են, ինձ մոտ չի ստացվում, ես սա չեմ կարողանում անել, ինձ հետ այսպիսի բան է կատարվել, ինչու եմ ես այս վիճակում։ Այդպիսի մարդիկ իրենց խոսքերով հռչակում են, օգտագործում են իրենց լեզուն, որն իշխանություն ունի, որպեսզի անիծեն իրենց կյանքը։ Այո, երբ դուք այդպիսի բառեր եք օգտագործում, այդպիսի արտահայտություններ եք ասում, դուք անիծում եք ձեր սեփական կյանքը։ Այդպիսի մարդը կարող է հավատացյալ լինել, կարող է կրոնավոր լինել, նույնիսկ մկրտված Սուրբ Հոգով, բայց եթե այդ մարդը ինչ-որ դառը, ինչ-որ վատ բան է ասում, նա ինքն իրեն անիծում է։ Եվ այն աղոթքը, որ նա արել էր, այդ աղոթքն անպատասխան է մնում։ Եվ այդտեղ Աստված մեղավոր չէ։ Մարդն ինքն իրեն իր խոսքերով, իր արտահայտություններով անիծում է եւ չեզոքացնում է իր բոլոր աղոթքները։ Այն պատասխանը, որ պետք է նա ստանար, նա չի ստանում։ Ուրեմն այս ծոմի ժամանակ եկեք ազատվենք ամեն տեսակի դժգոհություններից, վատ բառերից, բոլոր քննադատություններից, այն խոսքերից, որոնք ընդհանրապես չեն օրհնում ոչ մեզ, ոչ էլ մյուսներին։
Մարդիկ, ովքեր ասում են անընդհատ, շատ շոգ է կամ շատ սառն է, կամ մարդիկ, ովքեր նույնիսկ եղանակից են բողոքում։ Ինչ էլ որ լինի նրանց շուրջը, նրանք միշտ դժգոհում են։ Նրանց միշտ ինչ-որ բան չի հերիքում։ Այդպիսի մարդն ինքն իրեն անիծում է։ Բայց երբ մարդն աստվածավախ է, նա Աստծո ճանապարհով է գնում։ Եվ ինչ է նշանակում Աստծո ճանապարհով քայլել։ Եթե ես չեմ տեսնում այդ ճանապարհը, ես փողոցում եմ քայլում կամ մեքենայի մեջ եմ, ինչպես կարող եմ ես այդ ճանապարհով քայլել։ Իմ ընկերներ, դա հոգևոր ճանապարհ է։ Դա Աստծո խոսքն է, որին մենք պետք է հետևենք։ Եվ երբ մենք հետևում ենք Աստծո խոսքին, հենց այդ ժամանակ մենք հնազանդվում ենք նրան։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր կյանքում մենք պատվում ենք նրան։ Եվ այդ ժամանակ մարդու կյանքն իրականում փոխվում է։ Դա այնպես չէ, որ մարդիկ ասում են, ինչ որ մեկի բախտը բերել է։ Նա լավ ընտանիքում է ծնվել, լավ պայմաններում։ Նրա ապագան արդեն լավն է որոշված։ Դա այդպես չէ։ Բայց իմաստը ուղղակի Աստծո խոսքն իմանալը չէ, որովհետև շատ աստվածաբաններ կան, շատ մարդիկ կան, ովքեր Աստվածաշունչն անգիր գիտեն։ Եթե նրանք միայն բացասական բաներ են հռչակում, նրանց կյանքը անիծված է լինելու։ Եվ նրանք երբեմն հարցնում են. ինչու է իմ կյանքն այդպիսին, եթե ես գիտեմ Աստծո խոսքը, որովհետև նրանք իմանալով Աստծո խոսքը, քայլում են այս աշխարհի ճանապարհով, որովհետև նրանք հռչակում են այն, ինչ որ չպետք է հռչակեին։ Ինչպես որ առակներում գրված էր, որ լեզուն իշխանություն ունի, որպեսզի որոշի մեզ համար կամ կյանք, կամ էլ մահ։ Մեր խոսքերի միջոցով մենք ընտրում ենք կամ կյանք, կամ էլ մահ, կամ անեծք, կամ էլ օրհնություն։ Երբեմն ինչ-որ դեպքեր են լինում, և մենք ցանկանում ենք միանգամից վատ արտահայտվել, ցանկանում ենք դժգոհել, ասում ենք ինչու սա եղավ, ինչու հենց այսօր այս դեպքը պատահեց ինձ հետ։ Բայց մենք դա չենք անելու։ Այս ծոմի ժամանակ մենք հրաժարվելու ենք այդպիսի արտահայտություններից։ Մենք ինքներս մեզ չենք անիծելու և ամեն ինչի համար շնորհակալություն ենք հայտնելու։ Ամեն ինչի համար պետք է նրան շնորհակալություն հայտնել, և հենց դա նշանակում է Աստծո ճանապարհով գնալ։ Եվ երբ մենք իրականում նրա ճանապարհով ենք գնում, հենց դա էլ նշանակում է փառաբանել Աստծո անունը։ Դա ուղղակի եկեղեցի այցելելը չէ։ Դա ուղղակի երգեր երգելը չէ։ Որովհետև մենք կարող ենք սրբացնել Աստծո անունը միայն նրա կամքի համաձայն, միայն այնպես, ինչպես որ նրա խոսքն է ասում։ Եվ դուք այս ծոմի ժամանակ ուղղորդելու եք ձեզ նրա ճանապարհներով։ Եվ նույնը ծոմից հետո, այս 21 օրը մենք կենտրոնանալու ենք հենց դրա վրա, որպեսզի փոխենք մեր արտահայտությունները և խոսքերը, և Աստծո ճանապարհով գնանք։ Բայց դա չի նշանակում, որ ծոմի ավարտից հետո դուք պետք է թողնեք այդ սովորությունը։ Ուրեմն թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող այս շաբաթը, ձեր այս օրը շատ հիանալի լինի, որպեսզի ձեր գործերը լավ անցնեն։ Եթե դուք դեռ չեք ստացել Սուրբ Հոգուն, որպեսզի դուք ստանաք նրան, և կարևոր չէ, թե դուք որտեղ եք այցելում, մենք չենք ցանկանում միայն մեր եկեղեցի հրավիրել։ Եթե դուք գնում եք այդ հավատով, որպեսզի հնազանդվեք խոսքին, դուք կստանաք Սուրբ Հոգուն։ Եվ ովքեր որ ցանկանում են, մեր ծառայությունները գրեթե ամեն օր են։ Եթե ցանկանում եք մասնակցել, գրեք մեկնաբանություններում, որպեսզի ավելին իմանաք։ Ուրեմն թող Աստծո անունը փառավորվի ձեր կյանքի և ձեր գործերի միջոցով։ Մինչ մյուս հաղորդումի ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։